Մարդու հոգին է շուտ թե մարմինը։ Այս հարցի պատասխանը դարեր շարունակ տարբեր ժամանակ տարբեր իմաստասերներ, տարբեր գաղափարախոսություններ, տարբեր հավատքներ անգամ տվել են ու տարբեր ժամանակ տարբեր պատասխաններն են տվել։ Երբ քրիստոնեությունը եկավ ու վերջնական պատասխանը տվեց։ Օրինակ, մինչև Քրիստոս այս հարցի շուրջ խոսել են օրինակ պլատոնականները։ Պլատոնականներն ասում են, որ հոգիների շտեմարան կա երկնքում։ Մինչև մարդու ստեղծվելը հոգիները այնտեղ կան արդեն։ Բոլոր մարդկանց հոգիները այնտեղ հավաքված են հələ մարդու ստեղծվելուց առաջ։ Հա, հոգիների շտեմարան կա այնտեղ։ Մարդու մարմինը գոյացավ, մոր որովայնում հոգին ուղարկում է Աստված։ Եվ այդպես հոգին ու մարմինը բուդդայականներն ասում են մարդու հոգիները այնտեղ են։ Գալիս է մարմնի մեջ, հետո մարմինը կարող է մեռնի, հոգին էլի գնա, հետո թազա մարմին առնի, վերամարմնավորվի, մեկ մրջունի մեջ, մեկ արջի մեջ, մեկ, չգիտեմ, այսինքն ռեինկարնացիան, որը մենք չենք ընդունում։ Այսինքն հոգու նախագոյությունը չենք ընդունում մենք։ Ոչ էլ մարմինն է շուտ, ոչ էլ մարմինն է գոյանում, հետո հոգին է առաջանում։ Գրիգոր Նյուսակցին ասում է, մարդու հոգին ու մարմինը միասին զարգանում են, միասին աճում են, միասին ամբողջանում են, միասին կատարելանում են։ Հիմա տեսեք մարդու մարմինը ինչ փուլեր է անցնում իր աճման ընթացքում։ Մարդու մարմինը բույս է, չէ՞ սկզբում։ Մոր որովայնում ինչ է, սաղմ է ինքը։ Ոնց որ բույս լինի։ Սաղմ, ինչպես բույսը, հետո մի քիչ որ մեծացավ, զգայարաններն կենդանու նման է դառնում։ Կենդանին բույսից ինչով է տարբերվում, որ ունի զգայարաններ։ Տես, բույսը չունի զգայարաններ, չունի աչքեր, չունի ականջներ, չունի շոշափելիք, չունի տեսալիք, դու չունի լսելիք, չէ՞։ Բայց կենդանին այդ բոլորն ունի։ Իհարկե մոր որովայնում դեռևս տեսանելիք այդքան չկա, աչքերը փակ են, բայց լսում է, բայց զգում է, բայց ուտում է, ճաշակում է, չէ՞, պորտալարի միջոցով։ Այսինքն զգայարանները գոյանում են, ինչպես մարմինն է աճում մոր որովայնում, այնպես էլ հոգին է գոյավորվում, որտեղ մարդու հոգին ու մարմինը միասին են մեծանում, միասին են ծնվում, միասին են աճում։ Եվ այդպես, երբ որ դու կանգնեցնում ես աճը մարդու, անգամ մոր որովայնում, դու իրականում կարող է բանական հոգին չես սպանում, բայց պոտենցիալ հոգին է սպանում մարդու, հա։ Այսինքն սաղմն ես դու սպանում։ Երբ է հոգևորվում մոր որովայնում, եկեղեցու սուրբ հայրերն ասում են, երբ որ սիրտը խփեց 40 օրեկանում են, որ ինչ են ասում, չէ։ Ասում են սիրտը չի բաբախում, չէ, բժիշկն ասում են։ Այսինքն հենց սիրտը սկսեց, սիրտը ինչու է կարևոր, որտեղ սիրտը ապահովում է արյան շրջանառությունը, չէ։ Մարմնի կենդանությունն է ապահովում։ Ուրեմն երբ որ սիրտը սկսեց բաբախել, արյան շրջանառությունը ապահովել, ուրեմն հոգևորվեց այդ մարմինը։ Բանական հոգին է գալիս։ Դե սկզբում ասեցինք տունկեր, խոտի նման էր, հետո կենդանի նման էր, զգայարներ, հետո հրեշտակների նման էր, բանական հոգի ստացավ, միտք ստացավ։ Այս երրորդ աստիճանն է։ Մարդը թե կենդանի է, թե բույս է եւ թե հրեշտակ է, հոգի ունի։ Այս երեք աստիճաններն են ունի։ Ոչ թե սկզբում հոգին չկար, հետո դարձավ, չէ, մարմին հոգին միասին աճեցին։ Բայց բանական հոգին, երբ որ սիրտը բաբախեց, ուրեմն բանական հոգին եկավ։ Տնկական հոգին կար, զգայարականը աճեց, բանական հոգին ստացավ սիրտը գոյանալուց։ Եվ 40 օրեկանում, երբ որ դու
արհեստական վիժում ես անում, ուրեմն մարդասպանության հավասար բան է։ Այսպես են ասում եկեղեցում։ Այսինքն հոգին ու մարմինը միասին են։ Հոգին ու մարմինը միասին են գոյանում, միասին են աճում, միասին են զարգանում։ Մահն ինչ է, մարմին առանց հոգու։ Ժամանակավորապես մարմինն ու հոգին իրարից բաժանվում են, մարմինը դրվում է հող, հոգին բարձրանում է առ Աստված, սպասում է հոգիների կայանում, Քրիստոսի երկրորդ գալուստից հետո նորից միավորվում են հոգին ու մարմինը։ Հոգին ու մարմինը մարդու Աստծո հրամանով անբաժան են միշտ։ Միառ ժամանակ բաժանվում են, հետո նորից միավորվում են։ Նույն հոգին, նույն մարմինը։ Ոչ թե ուրիշ մարմին, ոչ թե ուրիշ մարմին։ Չէ, ոչ մի դեպքում։ Նույն հոգին, նույն մարմինը, իհարկե արդարների մարմինը նորոգվում է, ավելի լուսավոր, ավելի գեղեցիկ, մեղավորների մարմինները չեն նորոգվում։